Դառը գավաթը խմեց, ուրիշների փոխարեն, տառապանքի, չարչարանքի, հոգեճնշումի, մահավան չապտրտումի և ի վերջո զոհություն կատարելու համար խմեց այդ գավաթը։ Perfect sacrifice։ Եվ եթե մեկի օրինակը կատարյալ ենք ասում, դա մարդունը չի կարող լինել, դա մարդեղացած Աստծունն է, Հիսուս Քրիստոսի օրինակն է, իր երկրավոր կյանքի վերջին դրվագներից մեկ այսօր պիտի քննարկենք խաչելությունից անմիջապես առաջ և պիտի կարդանք Մատթեոսի 26-րդ գլխից 36 համարից։ Այն ատեն Հիսուս իր աշակերտների հետ տեղը գնաց, որի անունը Գեթսեմանի էր, ու սավ աշակերտներուն, հոզ նստեցեք, միջև որ ես երթամ, հոն աղոտ քնեմ։ Իրեն հետ առնելով Պետրոսը և Զեբեդեոսի երկու որդիները սկսավ տրտմիլ ու վշտանալ։
Այն ատեն անոնցավ. Իմ անձս մեռնելու չափ տրտում է, հոսկեցեք, ինձի հետ արթուն մնացեք։ Ու քիչ մառչև երթալով իր երեսի վրան կավ եւ աղոտ քրավ ուսավ, ով հայր, եթե կարելի է թող այս գավաթը ինձ մեանցնի, բայց ոչ թե ինչպես ես կուզեմ, հապա ինչպես դու կուզես։ Երբ եկավ աշակերտներուն, Զանոն քնացած գտավ եւ ըսավ Պետրոսին. այդպես մեկ ժամ էլ չկարողացաք ինձ հետ արթուն կենալ, արթուն կեցեք եւ աղոտ քրեք, որպիսի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկալ։ Դարձյալ երկրորդ անգամ գնաց աղոտ քրավ, ասելով հայր իմ, եթե անկարելի է, որ այս գավաթ ինձ մեանցնի առանց անկե խմելու, թող քու կամքդ լինի։ Եվ եկավ Զանոնք նորից քնացած գտավ, վասնզի աչքերին ծանրացած էր։ Թողուց Զանոնք եւ նորեն գնաց երրորդ անգամ աղոտ քրավ, նույն խոսքը ասելով։ Այն ատեն եկավ իր աշակերտներին եւ Սավանոց. ասկե հետո քնացեք, հանգչեցեք։ Ահա ժամը հասավ եւ որդին մարդու մեղավորների ձեռքը պիտի մատնվի։ Ելեք ասկե երթանք, ահա մոտեցավ անիկա, որ զիս պիտի մատնե եւ գիտենք Հուդան քահանապետական խմբով եկավ այդ իր չար գործը անելու համար։ Որտեղ էին տեղի ունենում իրադարձությունները։ Գեթսեմանի պարտեզ, Ձիթենյաց լեռան ստորոտներ սա, անգամ միջև լանջը կոչվում է նաև Ձիթենիների պարտեզ։ Հսկայական քանակությամբ ձիթենիներ կար այնտեղ եւ միջև այսօր 2000 տարի անցել այդ ձիթենիներից շատերը միջև այսօր կան։ Հաստաբուն ծառեր են դրանք 2000 տարվա միջև հիմա պահպանված են։ Ոչ միայն այդ ձիթապտուղը ուրեմն հավաքում էին ուտելու համար, այլ կարևոր էր ձիթապտուղի յուղը, դրա համար մամլիչներ կար, հատուկ պրեսներ ունեին եւ հավաքում էին, ճզմում էին, այդ յուղը ստանում էին, որ գիտեք շատ օգտակար մի բան է։ Եվ այդ ձիթապտուղը պիտի ճզմվեր, որպեսզի նրա միջից յուղը դուրս գար։ Հիսուս պիտի ճզմվեր, որպեսզի փրկությունը կատարվեր։ Եսայի 53:10 ասում է. Տերը հաճեցավ, որ նա ճզմվի եւ տագնապի հանդիպի։ Անհոգի աստվածաբաններ կզարմանաք հիմա, աստվածաբան եւ անհոգի, այո, Սուրբ Հոգին չունեն, ուղղակի որպես իրենց կարիերա գնացել են աստվածաբանական են սովորել հիմնականում լիբերալ տեղերում, որտեղ որ միայն նրանց ուշադրությունը ոչ թե հավատքն է, այլ փաստերը, եւ այս կերպով սատանան մարդիկ է անել, ովքեր որ Սուրբ գրքի մեջ փորձում են հակասություններ գտնել, contradictions, որպեսզի դրանով իրենց թեզը բերեն, որ Սուրբ գիրքը կատարյալ չէ, սրա մեջ հակասություններ կան, եւ այս Հիսուսի ասած խոսքը շահարկման են նաեւ դրել, որ ասաց Հիսուս. թող այս գավաթը ինձ մեանցնի։ Նախ պատտել են, այդպես չասավ, եթե կարելի է, եթե անհնար է, այդ բանը չեն ասում։ Այլ կերպ ասած ուզում են ասել Հիսուս հոր դեմ ապստամբում էր։ Նախքան լայնածավալ բացատրություններին անցնելը, ինչ գավաթի մասին է խոսքը։ Ինչ է իրենից ներկայացնում գավաթը։ Այն Աստծո բարկությունն է մեղքի լեցունության վրա։ Հանդիսանում է դրա խորհրդանիշը, որպես ապացույց, եկեք կարդանք Երեմիայի 25-րդ գլխից 15-ից 17 համարները։ Քանզի Իսրայելի Տեր Աստվածը այսպես է ասում. այս բարկության գինի գավաթը ձեր քեզ առ ու զանիկա խմցուր այն բոլոր ազգերուն, որոնց քեզ կղրկեմ։ Անոնք պիտի խմեն ու խռովին եւ անոնց մեջ ղրկված սուրիս երեսեն պիտի հիմարանան,
ուստի Տիրոջ ձեռքեն գավաթը առ ու խմցուր այն բոլոր ազգերուն, որոնք Տերը զիս ղրկեց, այսինքն նրանց որպես դատաստան պիտի ծառայի, մեղքի որպես հետևանք։ Եվս մեկը, սա էլ արդեն Սաղմոս 75-ի 8-ն է, եւ այսպիսի շատ համարներ կան, որ այդ գավաթ բառը որոշ տեղերում գրված է բաժակ, նույնն է։ Սաղմոս 75-ի 8-ը ասում է հետևյալը. Վասնզի Տիրոջ ձեռքը բաժակ մկա ու գինին կարմիր է։ Անիկա լավ խառնված է եւ անկեկը թափվի ու եկին բոլոր ամբարիշտները անոր մրուրները քամելով պիտի խմեն։ Մարգարեություն, որ պիտի տեղի ունենա տարածիորեն մեծ նեղության շրջանին, եթե կարդաք Հայտնություն 14-րդ գլուխ եւ 10 համարը, այնտեղ գրվածը արտացոլում է Սաղմոսած այս համարը։ Եթե անօրեններին, անբարիշտներին, անհավատներին Տերը տալիս է այս բարկության գավաթից խմելու, հապա ինչ է Հիսուսին հոր կողմից պարտադրված այս գավաթը։ Համայն մարդկության մեղքի պատիժը։ Հիսուս արդյոք խուսափում էր այդ գավաթը խմելուց։ Չէ՞ որ 3 անգամ ասավ, եթե հնարավոր է ինձնից վերցրու, եթե անկարելի է, ուրեմն ինչ որ ձևով խույս էր տալիս։ Պատասխանը միանշանակ ոչ է։ Լավ, գալիս ենք հարցի մյուս կողմին։ Եթե ոչ է պատասխանը, ինչու 3 անգամ աղոթք արավ, խնդրեց հորը, եթե կարելի է այս գավաթը թող ինձնից անցնի։ Չմոռանանք, այդ չարչարանքները ով էր կրում, Քրիստոս Հիսուս մարդը, իր մարդեղությունը անպայմանորեն պիտի հաշվի առնենք։ Եվ նաև մի հատուկ պարագա, սատանայական բոլոր ուժերը իր վրա են հարձակված, ոչ միայն հոգեբանական էր այդ հարձակումը, այլ նաև ֆիզիկական։ Սատանայի նպատակը որն էր, Հիսուս խաչին չհասնի, որ այդ փրկությունը տեղի չունենա։ Ղուկաս ավետարանիչը, որ ինքը իր զբաղումով մասնագիտության բժիշկ էր, այս նրբությունները շատ լավ էր հասկացել։ Եվ իր ավետանի մեջ, ինչ որ մենք հիմա կարդացինք Մատթեոսի ավետանի մեջ, նույն ձևով գրում է իր ավետանի մեջ որոշ տարբերությամբ։ Եվ եթե փորձենք մյուս ավետանների հետ էլ համեմատության դնենք, որոշ տարբերություններ կգտնենք։ Ինչու՞, որտև այնպես է Սուրբ Գիրքը գրված, ավետանները այնպես են գրված, որ մեկը մյուսին լրացնում են։ Կարդանք ուրեմն Ղուկասու ավետարան 22-րդ գլուխ 39 համարից։ Հիսուս իր սովորության պես Ձիթենյաց լեռը ելավ, աշակերտներն էլ իր հետևից գնացին։ Երբ տեղ հասան, անոնց ասավ. աղոթ կրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Եվ ինքը անոնց մեջ զատվեցավ քարանկեցի մչապ ու ծունկի վրա գալով աղոթ կներ ու կսեր. Հայր, եթե կուզես այս գավաթը ինձ մե անցուր։ Բայց ոչ թե իմ կամքս, հապա քու կամքը թող լինե։ Եվ երկնքից հրեշտակ մե երևցավ անոր եւ զորացուց։ Մատթեոսի ավետանում չկար էս հրեշտակի պահը։ Սաստիկ նեղության մեջ լինելով ավելի ջերմեռանդությամբ աղոթ կրավ եւ իր քրտինքը արունի պես կաթիլներով էր, որ գետինն էր թափվում։ Հեմատիդրոսիս այս երևույթի բնութագիրը հեմատիդրոսիս է կոչվում, բժշկության մեջ այդպես է ընդունված։ Աղոթ քնելով աշակերտներուն քով եկավ եւ գտավ զանոնք տրտմություն է քնացած, ըսավ անոնց. ինչու կքնանաք, ելեք աղոթ կրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Մարկոսի ավետանում եւս այս մասին գրված է։ Ուրեմն Հիսուսի աղոթ խնդրանքը
Ինչի համար էր։ Ոչ թե որ Հիսուս խոսափում էր խաչելությանը, խաչը ելնելու համար էր խուսափում, վախենում էր եւ այլն, բոլորովին, այլ Հիսուսի խնդրանքն էր, որ այդ ճնշումները իր վրա որ կար, չափից դուրս, հայրը վերցնի, որ ինքը կարողանա խաչին հասնի։ Շատ մեծ տարբերություն կա։ Եվ այդ անհոգի աստվածաբանները պնդում են, որ Հիսուս հոր կամքին հակառակ էր գնում, բոլորովին չէր ուզում, որ խաչ ելներ, բայց հայրը որոշեց, որդին եկավ և իրողություն դարձրեց հոր որոշածը։ Եվ ոչ միայն չարչարանքների կրելը, ամենաահավորը հետևյալն էր, Հիսուս համայն մարդկության մեղքը իր վրա պիտի վերցներ, դառնալով քավության նոխաս։ Հովհաննես Մկրտիչը, երբ որ Հիսուսին տեսավ, ինչ ասաց, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը պիտի վերցնի։ Այսինքն այդ քավության նոխազը Հիսուս ինքը պիտի լիներ մեղավոր մարդկության փրկության համար։ Հիսուս բոլորովին չէր հրաժարվում այդ գավաթը խմելուց։ Իր խոսքերից հասկանում ենք, որ եթե հնարավոր է խաչին հասնել այդ կերպով չլինի։ Հրեշտակը ինչու եկավ զորացրեց, որտեվ այդ ճնշումները չափից դուրս շատ էին։ Հիսուս այս խոսքը, որ ասավ, հոգին հոժար է, մարմինը տկար, ոմանք վերագրում են դա, որ Հիսուս իր աշակերտներին ասավ, չեք կարող մեկ ժամ էլ դիմանալ, քնեցիք։ Հոգին հոժար է, Հիսուս հոժար էր խաչելության, բայց մարմինը տկար է, մարմնի մեջ էր։ Տեր Հիսուս անվերապահորեն վստահում էր հոր կամքին, դրա համար էլ իր խնդրվածքից հետո ասաց հետևյալը. ինչպես դու կուզես, թող քո կամքդ լինի։ Եվ Հիսուս մի քանի անգամ ասավ, որ տարբեր տեղերում գրված է, ես չեկա իմ կամքս կատարելու, այլ անոր կամքը, որ ինձ ղրկեց։ Եթե հիշում եք, երբ որ Տեր Հիսուսին եկան ձերբակալելու, Պետրոսը ինչ արած, սուրը քաշեց և քահանապետի ծառայի ականջը մեկդի արավ։ Այսինքն երևում էր, որ վարժված էր, լավ կտրեց, մի անգամից ականջը չկար։ Մախքոս անունով մեկը, անգամ անունը նշված է, և Հիսուս ինչ արավ, ի վերջո վերցրեց այդ ականջը և հրաշք տեղի ունեցավ, կտրված ականջը դրեց առանց որևէ բժշկական միջամտության և այդ ականջը կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Եվ այս անելու համար Հիսուս արդյոք դրվատանքի խոսքեր ասաց Պետրոսին։ Ապրես Պետրոս, այ ես գիտեի, որ դու ամենանվիրվածն ես, եկան ինձ բռնելու, բայց դու պայքարում ես դրա համար։ Գոված Պետրոսին, ընդհակառակը հանդիմանեց և այպանեց, ահավասիկ Հովհաննես 18-րդ գլուխ 11 համարում, սուրդ պատյանը դիր, այն գավաթը, որ հայր ինձ տվեց, պիտի չխմեմ, դառներ այդ գավաթը, դառը, հասկանում ենք, it's bitter cup for us, մեզ համար։ Եվ Հիսուս հոժար էր այն ըմպելու, խաչվելու համար հոժար էր, ոչ միայն հոժար էր խաչվելու, այլ ուրախությամբ գնաց այդ խաչին, որտև տեսնում էր մարդկության փրկությունը։ Թեև այդ խաչելությունը ամոթալի էր, մարդասպաններին և ավազակներին էին խաչում, Հիսուս նրանց շարքին դասվեց, երկու ավազակների մեջտեղը Հիսուսին խաչեցին։ Հնազանդություն հոր կամքը կատարելու, անձի խոնարհում, անսահման սիրո արտահայտություն մեղավորի փրկության համար։ Երեք կարևոր բաներ տեսնում ենք այս ընթացքի մեջ. հնազանդություն, խոնարհություն և սեր։ Եբրայեցիս 12-րդ գլուխ
Եվ երկրորդ համարում կարդում ենք հետևյալը. Հիսուսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, այսինքն այդ հավատքը գործադրության դնողին։ Ոմանք կարծում են, որ մեր հավատքն էլ ինքը պիտի կատարի։ Սուրբ Հոգին ներգործում է եւ գործադրության է դրվում մեր կյանքերի մեջ։ Որ իր արժև կեցած ուրախության համար ինչ ուրախություն էր։ Իմ եւ քո փրկությունը։ Խաչը հանձարավ, այդ ամոթալի խաչը։ Ամոթը արհամարեց եւ Աստծո աթոռի աջ կողմը նստեց, որպես իր կատարած փրկagorցյան արդյունք հայրը որդուն փառավորեց այն փառքով, որ աշխարհի սկզբից առաջ Հիսուս ուներ։ Իդեպ այս համարը, որ կարդացինք, Եբրայեցիների թղթի հանդիսանում է բանալի համարը, key verse։ Այս համարով է, որ պիտի ներս թափանցենք եւ այդ ամբողջ թուղթը սերտենք։ Ինչ է նշանակում Հիսուսին նայենք։ Մի նկար լինի Հիսուս վրան խաչվածը, դրան նայենք։ Հիսուսին նայենք նշանակում է Հիսուսին հետևենք։ Հիսուսին նայել նշանակում է Հիսուսով առաջնորդվել։ Հիսուսին նայել նշանակում է Հիսուսի հոգու, Սուրբ Հոգու ներգործությունը մեր մեջ լինի։ Իդեպ Եբրայեցիների մեջ եւս մեկ համար կա, 3-րդ գլուխ առաջ համար, ասում է Սուրբ եղբայրներ։ Փակագծերի մեջ դնենք նաեւ քույրեր։ Սուրբ, այսինքն Աստծո կողմից սրբացած, Քրիստոսի սրբությունը ունեցող, երկնային կոչունքի, այսինքն հարսանիքի մասնակիցներ, նայենք մեր դավանության առաքյալին եւ քահանապետին Քրիստոս Հիսուսին։ Մտածենք, անմեղը, սուրբը, կատարյալը, պիղծերի եւ անսուրբերի համար իր կյանքը զոհեց։ Կատարյալը խմեց այդ դառը գավաթը։ Աստծո բարկությունը Հիսուսի վրա եկավ։ Մենք պիտի այդ բարկության որպես արդյունքը կրեինք, Հիսուս մեր փոխարեն կրեց։ Եվ կարդում ենք, որ մի պահ Աստված հայրը իր երեսը թեքեց։ Ինչու՞։ Որտև համայն մարդկության մեղքը Հիսուսի վրա դրվեց։ Եվ մի քանի տեղերում կա ավետաներում Մարկոս 15:34 Էլի էլի լամա սաբակտանի։ Աստված իմ, ինչու ինձ լքեցիր, ինչու ինձ թողեցիր։ Բայց հայրը բոլորովին չէր թողել։ Մեկ ակնթարթ միայն, երբ որ տեսավ համայն մարդկության մեղքը իր որդու վրա։ Հին ուխտի գրությունների զարդը որն է։ Թերևս տարբեր կարծիքներ կլինեն, ես կարծում եմ անվերապահորեն հետևյալն է։ Եսայի 53-րդ գլուխ։ Գլուխ գործոց։ Մեսիայի չարչարանքը եւ իր փառքը մտնելը։ Եվ անգամ 52-րդ գլխի 14 համարից կարող ենք կարդալ. Որքան շատեր անոր վրա ապշեցան, անոր երեսը մարդու երեսից ու կերպարանքը մարդու որդուների կերպարանքից ավելի ավրված լինելու համար։ Հիսուսին այնպես են չարչարել, մարդկային կերպարանքից դուրս էր։ Նաև 53-ի 2-րդ համարից կարդանք. նա կերպարանք կամ վայելչություն չուներ, որպիսի նրան նայեինք, ոչ էլ այնպիսի երևույթ մը, որ անկե ախորժեինք։ Անիկա մարդոցմե անարգվեցավ ու երեսե ձգվեցավ, վիշտերի տեր եւ ցավերի տեղյակ եղավ, անկե երես դարձնելու մարդու պես եղավ, անարգվեցավ եւ զանիկա չարգեցինք, այսինքն չգնահատեցինք։ Սա հենց առաջին հերթին հрьяաների համար է գրված։
Բոլորի համար Հիսուս խաչվեց, բայց այդ թվում նաև իրենց չընդունեցին։ Իրավցնե անիկա մեր ցավերը վերցուց եւ մեր վիշտերի իր վրա առավ։ Մենք զանիկա վիրավորված, Աստծո մեզ զարնված ու չարիքի հանդիպած սեպեցինք, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրությունների համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերով մենք բժշկվեցանք։ Չարչարյաց մահ, չարչարյաց։ Պողոս առաքյալը Կորինթացիներին հետևյալն է գրում, երկրորդ նամակ 5-րդ գլուխ 21 համար։ Վասնզի Աստված նրան, որ մեղք չգիտեր, այսինքն մեղքի բնություն Հիսուս չուներ, թեև Մարիամից ծնունդ առավ, բայց Ադամից Հիսուս որևէ բան չվերցրեց։ Նրա ամբողջ էությունը աստվածության ամբողջ լեցունությունն էր։ Միակ անձնավորությունը, որ երկիր մոլորակի վրա ապրել է եւ ադամական բնությանը հաղորդ չի եղել, Տեր Հիսուս Քրիստոսը։ Նա որ մեղք չուներ, մեղք չգիտեր, ոչ իր մեջ մեղք կար, ոչ էլ Հիսուս կարող էր մեղք գործել, անկարելություն էր, նա այդ բնությունը չուներ, բայց մեզ համար մեղք համարվեց, դեռ ավելին, մեղքի պատարագ դարձավ մեզ համար, որպեսզի նրա միջոցով մենք Աստծո արդարները լինենք, կարողանանք արդարանալ։ Տեր Հիսուսի տառապանքը ամեն մեկ րոպեն մահից ավելի վատ էր։ Երբ որ մահը պատում է մարդուն, մահանում է, այլևս մարմնի ցավերից դադարում է։ Մանավանդ իր կյանքի վերջի 12 ժամերը, ինչպիսի սարսափելի տանջանքների Հիսուս ենթարկվեց։ Մարդկային պատմության մեջ որը մեկը անգամ իր տառապանքներին մոտ մի բան տառապանք չի ունեցել։ Անգամ Հոբին, որ այդքան չարչարանքներ կրեց եւ երանելի կոչվեց Աստծո կողմանի, չենք կարող համեմատության մեջ դնել այն չարչարանքների հետ, որոնք Հիսուս ունեցավ իր երկրավոր կյանքի մեջ մեզ համար։ Այսպիսի խոսք լսած կլնեք, անշուշտ տգետ խոսք է։ Մեկին մի ինչ-որ նեղություններ, ասենք, փորձություններ է պատում, ասում է, Հիսուսի նման չարչարվում եմ։ Իրոք, հասար այդտեղ, որ Հիսուսի հետ չափվեցիր։ Մարդու համար, այս պարագային նաև հավատացյալների, Աստված ասում է հետևյալը, առաջի Կորինթացիս 10-րդ գլուխ եւ 13 համար։ Ձեզ, մեզ բոլորիս, մարդկային փորձությունից զատ ուրիշ բան պատահած չէ։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ պիտի չթողնի, որ ձեր կարողությունից ավելի փորձվիք։ Հապա փորձության հետ մեկտեղ նաև ազատության միջոցը պիտի տա, որպեսզի կարող լինեք համբերել։ Այս խոսքը մեր ականջների մեջ թող զնգա, որ երբ որ տարատեսակ փորձություններով անցնում ենք, առաջին իմանանք, որ Տերը տեղյակ է, երկրորդ Տերը մեր փորձություններից ավելին թույլ չպիտի տա, որ մենք փորձվենք, եւ երրորդ այդ փորձությունների հետ մեկտեղ նաև ազատության միջոցը պիտի հանի։ Հիմա մեր այս կենցաղային կամ ասենք բոլորի հետ պատահող փորձությունները, նեղությունները, ոմանք կարող են դրանք տառապանք որպես ընդունել։ Հիսուսի հետ անկարելի է, որ համեմատենք։ Հիսուսի փորձությունները, տառապանքները այնքան մեծ էին, որ Աստված հրեշտակին ղրկեց, որ նրան զորացնի, որպեսզի հասնի խաչելությանը։ Մենք հաճախ մեր պատահած փորձությունները չգիտենք, թե ինչ ընթացք պիտի ունենա
եւ ինչպիսի ավարտ պիտի ունենա։ Հիսուս Աստված լինելով տարածիորեն գիտեր իր հետ ինչեր պիտի կատարվի։ Խաչելությունից առաջ հաջորդ քայլերը, որոնք պիտի լինի, խաչելությունը եւ ամեն բան Հիսուս գիտեր։ Այլ կերպ ասած, ինչ որ իր հետ կատարվում էին, իր համար անակնկալ չէր։ Ինքը արդեն մարգարեական խոսքեր ասել դրա համար, եկեք կարդանք Ղուկասու 9-րդ գլուխ եւ 22 համարը, պետք է որդին մարդու շատ չարչարանքներ կրե, ծերերեն եւ քանապետներեն եւ դպիրներեն մերժվի եւ սպանվի եւ երրորդ օրը հարություն առնե։ Ըստ հերթականության Հիսուս լավ գիտեր իրեն ինչեր է սպասում։ Քանապետները, ծերերը, ինչ դավեր են դյութում իր հանդեպ, ինչեր են ծրագրում, այդ ամենը, այդ խաչելությունը, այդ ամենը արդեն նրանց կողմից ծրագրավորված էր, եւ Տերը գիտեր, եւ իր թույլատրելի կամքի մեջ էին այդ ամենը տեղի ունեցան։ Հիսուս եթե հիմա էլ հայտնվի երկրի վրա, ծերեր եւ քանապետներ, իրենց թագավորությանը ներկայիս վտանգ կարող է սպառնալ, չէ՞, նորից խաչը կհանեն։ Բայց հայր, թող քո կամքդ լինի, բացարձակ վստահություն հոր կամքին, trust to will of Father, բացարձակ վստահություն։ Մենք որքանով ենք վստահում մեր երկնավոր հորը, երբ որ մեզ նեղությունները պատում են, տարբեր փորձություններով անցնում ենք, որքանով ենք մենք վստահում։ Շատ հաճախ անքուն գիշերներ ենք անցկացնում եւ մտածում, ինչ պիտի տեղի ունենա մեր մարդկային մտածելակերպը, մեր կարողություններն ենք ի գործ դնում այդ ամենից ազատագրվելու համար։ Եվ շատ հաճախ մոռանում ենք, որ սիրող հայր ունենք, որ երկնքի ու երկրի արարիչն է, մեր փրկիչն է, մեր սիրող հայրն է, եւ իր կամքին չենք հանձնվում։ Աստծո սիրտը տրտմում է դրա համար։ Մեզ համար թող դաս լինի, որևէ փորձությամբ եթե անցնելու լինենք, նեղություններ, հիվանդություններ, դժվարություններ, հոր կամքը փնտրենք, մեր երկնավոր հոր կամքը փնտրենք, որովհետև այդ կամքը բարի է, հաճելի է, կատարյալ է։ Հիսուս այդ դառը գավաթը խմեց, բայց դրա համար հսկայական զոհություններ պիտի աներ, որ Պողոս առաքյալը սքանչելի ձևով ներկայացնում է Փիլիպեցիների նամակի մեջ, երկրորդ գլուխն է դա, եւ սերտողության խումբը շատ լավ գիտի այս մասին, 5 սերտողության դաս ենք մենք տրամադրել այս սերտելու համար։ Ուրեմն Փիլիպեցիս երկրորդ գլուխ 5-ից 8 համարները։ Ձեզ մե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանքը ունենալով, թե արտաքին եւ թե ներքին, հափշտակություն չսեպեց Աստծուն հավասար լինել, թեև հավասար է, բայց որպես փրկիչ, որպես պաշտոնի մեջ եղող, ինքը իրեն խոնարհացրեց, անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով, ինք իրեն խոնարեցրեց, միջև իսկ մեռնելու հրաժարեցավ եւ այն էլ խաչի մահվամբ։ Եվ սրա որպես արդյունք հայրը նրան խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից բարձր է, որպեսզի Հիսուսի անվանը ծունկ ծռեն եւ ամեն լեզու տավանի, որ Հիսուս Տեր է Հայր Աստծո փառքի համար։ Ինչ անուն է դա? Տեր տերած եւ թագավոր թագավորած։ Մեղքի պատճառով սատանայի կողմից ստրկացված եւ նրա կամքը լի կատարող մարդկությանը փրկություն բերվեց
եւ այն պիտի անցներ անպայմանորեն խաչելությամբ։ Սուրբ գրքի առաջին մարգարեական խոսքը որն էր, խոստում տրված, առաջի մարգարեական խոսքը, դա Ծննդոց 3-րդ գլուխ եւ 15 համարն է, Աստված սատանային այս խոստումն է տալիս, որ օծի միջոցով եկավ, կնոջ սերունդից եղողը Հիսուս ինքն է, քո գլուխդ պիտի ջախջախի։ Գրվածի համեմատ մենք իրավունք ունենք հռչակելու ասելով. Սատանա, քո գլուխդ ջախջախված է։ Հիմա իր չար հրեշտակները, որ ամենուրեք են վխտում են, լուրը հասցրեցին եւ սատանան կնճռտվեց։ Հիսուսի անունը նրա թագավորությունը քանդում է։ Երբ որ սատանան փորձի քեզ քո անցյալ կյանքից դեպքեր, իրադարձություններ, մեղքեր հիշացնել, քեզ դատապարտի դրա համար, դու ասա անորեն, Հիսուսի արյունով ես մաքրված եմ, եւ նրան ցույց տուր իր ապագան, ծծումբով այրված կրակի լճի կենտրոնում պիտի լինի սատանան իր չար հրեշտակների հետ միասին։ Հիտլերը ոտքերին փաթաթված, մյուսները երիտթուրքերը եւ այլն։ Հիսուսին ճշմարտապես հավատացողների համար իրականություն է դարձած, սատանան մեր վրա առնելիք չունի։ Թեև ամեն բան պիտի գործածի, մռնչող առուծի նման մեր չորս կողմը պիտի պտտվի, որպեսզի մեզ վնասի, մեր հավատքի կյանքից գցի, բայց մեր կյանքը երկնքում Քրիստոսի մեջ պահված է, երբ որ մեր Տերը երկնքից հայտնվի, այն ժամանակ մենք մեր հավիտենականությունը պիտի ստանանք։ Ուրեմն Քրիստոսով մենք հաղթական ենք։ Եվ բոլոր ժամանակների մեջ է եղել, սատանան մարդկությանը ինչով է վախեցնում, մահով, պիտի մեռնես։ Մարդն էլ մտածում է, սահմանափակ կյանք ունեմ, 70-80, եթե օրգանիկ սնվեմ 87, հա, իր համար ծրագրեր է անում, էլ չգիտի որով խղճուկ արարած։ Աստված ասում է, այսօր եթե քո հոգիդ քեզնից վերցնեմ, հա, դրա համար մարդիկ ուզում են այս կյանքի մեջ իրագործեն իրենց սրտի փափագները, բայց Աստված ասում է, ով մարդ արարած, քեզ համար իմ որդիովս հավիտենական կյանք եմ ապահովել։ Այս մարմինը մեր վրայից մի օր պիտի հանենք, բայց մեր անձը, մեր հոգին հավիտյան պիտի մնա, եւ Հիսուս խոստացավ, որ մեզ նոր փառավորյալ մարմին պիտի տա, ինչպիսին որ ինքը ունի։ Դրա համար մենք կարող ենք հաստատակամորեն ասել. Ուր է ով մահ քո խայթոցդ, ուր է ով գերեզման քո հաղթությունդ։ Մահվան խայթոցը մեղքն է, որովհետև մեղքն է մահվան տանում։ Եվ մեղքի ուժը օրենքը, բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն կտա Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Եբրայեցիների նամակում կարդում ենք Եբրայեցիների 2-րդ գլուխ 12-ից 15 համարները։ Հիսուսի բերանով է խոսում։ Քո անունդ եղբայրներուս պիտի պատմեմ, հոր անունը, ժողովքի մեջ քեզ պիտի գովեմ եւ դարձյալ։ Ես Աստծո պիտի հուսամ եւ դարձյալ։ Ահա ես եւ այն զավակները, որոնք Աստված ինձ տվավ, որտեւ զավակները մարմնին եւ արյունին հաղորդակցվեցան, ինքն էլ անոնց բաժնեկից եղավ։ Հավատքով Սուրբ Հոգին երբ որ ընդունեցինք, մենք Հիսուսի հետ մեկացանք այդ հոգիով, որպեսզի Հիսուս իր մահով փչացնե զանիկա, որ մահվան իշխանություն ունի, այսինքն սատանային, եւ ազատե զանոնք, որ մահվան վախով միշտ ծառայության մեջ են ապրում։ Վախենում են, պիտի մեռնենք, սա է կյանքը։ Հիսուս
փչացրել է սատանային իր խաչելությամբ եւ հարությամբ։ Հետևաբար նաեւ այս հռչակումը կարող ենք անել. Սատանա, դու փչացած ես։ Այս հաղթանակը իրականացավ եւ Հիսուս այդ դառը գավաթը խմեց։ Միջև խաչին հասնելու եւ խաչելության դառը գավաթը, այսինքն այդ չարչարանքները։ Մահվան գործիք խաչը մեզ բոլորիս համար դարձավ եւ համայն մարդկության համար փրկության զոհասեղան։ Ամեն անգամ խաչելության մասին խոսելիս պարտադիր շեշտադրություն պիտի անենք խաչյալին։ Գիտեք ինչու՞։ Ոմանց արթնացնելու համար։ Սա նաև լուրջ բան է, որովհետև խաչը անընդհատ խաչի գովասանք, եւ սա հաճախ մեծամասամբ սև սքեմավորների բերանից։ Խաչը, ուր մնաց խաչյալը։ Նսեմացնում են թե Քրիստոսի անձը եւ թե նրա կատարած փրկության ամբողջ գործը։ Եփեսացիների 2-րդ գլխում մեղավոր մարդը ներկայացվում է Սուրբ Աստծո հարաբերությամբ։ Մեղավոր մարդու եւ Սուրբ Աստծո մեջտեղ մեղքի պատնեշն է։ Հիսուս իր զոհաբերությամբ մեղքի պատնեշը քանդեց։ Նրանք, ովքեր որ Հիսուսին ճշմարտապես որպես Տեր եւ Փրկիչ են ընդունում, այդ պատնեշը նրանց համար քանդված է։ Եվ հիմա մենք համարձակությամբ երկնային շնորհածգայի առջև կարող ենք գնալ, մեր աղոթներով երկնային սրբարանը կարող ենք մտնել։ Օրհնյալ է մեր Տերը։ Հիսուս մեզ համար այդ պատնեշը քանդեց։ Աստված մեզ համար դարձավ հարազատ հայր։ Դրա համար մենք նրան կոչում ենք Աբբա հայր, մեր երկնավոր սիրելի հայրը։ Պողոս առաքյալը Կորինթացիների առաջին նամակում առաջի գլուխ եւ 23 համար ասում է մենք քարոզում ենք ինչը խաչը խաչյալ Քրիստոսը։ Անկամ առաջի Կորինթացիս 1:18-ում երբ որ կարդում ենք խաչի քարոզությունը, մենք պիտի հասկանանք խաչի վրա կատարված դեպքի քարոզությունը անհավատների համար հիմարություն է, բայց մեզ համար Աստծո զորությունն է։ Վարդապետական սքանչելի ճշմարտություններ, սա էլ Հռոմեացիների 6-րդ գլխում է։ Առաջի համարից կարդանք. Ալ հիմա ինչ պիտի ասենք, մեղքի մեջ մնանք արդյոք, որպեսզի շնորհքը շատանա, որտեղ ոմանք կարծում են, որ որքան որ մեղքը շատ է, շնորհքը ավելի շատ է, բայց որքան որ մեղքի գիտակցությունն է խորը, այնքան էլ շնորհքն է ավելանում։ Ինչպես Պողոս առաքյալի օրինակն ենք մենք տեսնում, թեև ինքը շատ ու շատ մեղքերից զերծ էր, որովհետև օրինավոր փարիսեցի մեկն էր, բայց այնքան խորը մեղքի գիտակցություն ուներ, որ անգամ ասաց ես մեղավորների գլուխն եմ։ Քավլիցի, մենք որ մեղքին մեռանք, անոր մեջ կենանք, չեք գիտեր, թե մենք Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք։ Անոր մահվանը մկրտվեցանք։ Մկրտվեն ինչ է նշանակում։ Բապտիզո նշանակում է Հիսուսի հետ մեռնել, Հիսուսի հետ հարություն առնել։ Անոր հետ թաղվեցանք մկրտությունով մահվան համար, որպես ինչպես Քրիստոս հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ պտտինք։ Վասնզի եթե մենք տնկակից եղանք անոր մահվանը, չէ որ իր խաչով համայն մարդկությունը մեռավ։ United տնկակից միավորվեցինք, նրա հարության նմանությանն էլ կցորդ պիտի լինենք։ Այս գիտնանք, թե մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որպիսի մեղավոր մարմինը փչանա, որպիսի ասկի հետո մեղքին չծառայենք։ Մեր հին մարդը, հին Ադամը, մեր անունն էլ վրան, Քրիստոսի խաչով
մահվան դատապարտվեց։ Երբ որ Հիսուսին մեր կյանքերի մեջ ընդունեցինք, մենք հարություն առանք հավիտենական կյանքի համար, նոր մարդ ստեղծեց Աստված մեր մեջ։ Մեկը եթե Հիսուսին չի ճանաչում, նա Քրիստոսի խաչով մեռած է, թեև քայլում է, շատ ակտիվ է այս կյանքի մեջ, ամեն ինչի մեջ, առաջնային է, բայց Աստծո առջև նա մեռած է, պետք ունի կենդանանալու։ Հիսուս է կյանքի աղբյուրը։ Երանելի են բոլոր նրանք, ովքեր Հիսուսին որպես իրենց Տերը եւ Փրկիչ ունեն։ Եվ այդ բարկության, մեղքի լեցունության դառը գավաթը ինձ եւ քեզ համար եղավ սիրելի հայրենի, որպեսզի դու այդ սարսափելի բարկությունից ազատագրվես, ինչ որ Աստծո բարկությունը ներկայիս մեղավոր մարդկության վրա է։ Մեղքի կործանարար կապանքներից ազատագրվես։ Հիսուս այդ դառը գավաթը խմեց, որ դու սատանայի ստրկությունից ազատագրվես եւ Աստծո որդի դառնաս։ Հիսուսի խմած այդ դառը գավաթով մահվան եւ գերեզմանի վրա հաղթություն եկավ Փառք Հիսուսին։ Եվ իր հրաշափար հարությամբ երկնքի ճանապարհը բացվեց։ Այս ամենը, ինչ որ նշեցինք, մեկը իր որոշումով անմիջապես վայրկյանական կարող է ունենալ։ Սա ամբողջ փակեջով է գալիս, փաթեթ է։ Հիսուս շնորհում է այս ամենը, երբ որ նրան մեկը հրավիրում է իր կյանքի մեջ։ Repentance, շատ կարևոր մի բան է սա։ Պակայանիա ռուսերենով, մեթանոյա հունարեն, սա նշանակում է մտքի եւ ընթացքի փոփոխություն։ Առաջ այսպես էի մտածում, մտածելակերպս փոխվեց։ Շրթունքներիցս ելած խոսքը փոխվեց, ճանապարհներս փոխվեցին։ Առաջնահերթություններս փոխվեցին։ Արդեն սկսում ենք ամեն բան Աստծո տեսանկյունից նայել։ Խաչի ճամփան փրկության կերպը շատ մռայլ է իր գույներով։ Արյուն կա, չարչարան կա։ Մատթեոս 26:67 Հիսուսի երեսին թքեցին, բռունցքով ծեծեցին։ Կարող եք երևակայել։ Երկինք ու երկիր ստեղծող Աստված մարդեղացավ աշխարհ եկավ, մարդու փրկության համար, մարդը այսպես վարվեց նրա հետ։ Մարկոս 14:65 Սպասավորները ապտակ էին տալիս եւ ասում են մարգարյացի թե քեզ ապտակող ով է։ Մարկոս 15:19 Հիսուսի գլխին եղեգով հարվածում էին ու ծաղրում էին։ Հովանու 19:2 Գլխին փշեպսակ դրեցին։ Եվ հետո ինչ պիտի գար չարչարյաց խաչի մահը։ Գեղարդով Հիսուսի կողը պիտի խոցեին։ Ինձ եւ քեզ համար։ Այդ արյունը պիտի հորդար, սուրբ եւ կատարյալ արյուն, որպեսզի մեր մեղքերին թողություն եւ քավություն լիներ։ Հիսուս մեր մեղքերի տուգանքը ինքը կրեց։ Մենք չենք կարող վճարել դրա համար։ Որևէ մեկ մեղքի համար Աստծո առջև մենք չենք կարող վճարել, որովհետև առանց արյուն թափվելու մեղքերի թողություն չկա։ Բայց անասունի արյունը ժամանակավոր է եւ ջնջվում է։ Հիսուսի արյունը հավիտենական է, կենսունակ է, հավիտյանս հավիտենից։ Մերժել այսպիսի փրկչին նշանակում է ուրացող եւ ապերախտ լինել։ Այս պարագային կարող ենք ասել, Աստծո սարսափելի դատաստանը իրոք արդար է։ Այդպես է թե չէ։ Մարդ ինքը պիտի ընտրի։ Ով հայորդի դու որոշի։ Հիսուսի հետ ես կյանքը դասավորում դեպի երկինք հավիտենական կյանք, թե շարունակում ես այս կյանքը սատանայի խամաճիկը, նրա ստրուկը լինելով, չիմանալով հանդերձ ու այս լայն ճանապարհով գնում ես դեպի կորուստ, ծծումբով այրված կրակի լիճը, որտեղ կա ցավ ակրաների կրճտոց հավիտյանս հավիտենից։ Հանձնվիր հենց հիմա, կարող ես այդ բանը անել, Աստված քեզ տվել է միտք եւ որոշելու ընտրելու կարողություն։
Մեղքերի եւ հանցակների մեջ մեռած ենք, բայց գերեզման դրված չենք։ Դրա համար Աստված ասում է՝ քո առջև եմ դնում կյանքը, որ Քրիստոս է, եւ մահը, որ Սատանան է։ Որն է քո ընտրությունդ։ Հրավիրի Հիսուսին քո կյանքիդ մեջ։ Կյանքիդ ընթացքը կփոխվի։ Ուրախություն կունենաս, որ երբեք չես ունեցել։ Մտքիդ ու սրտիդ մեջ խաղաղություն կգա, որ ամեն մտքից վեր է։ Ճաշակեցեք եւ տեսեք, Հիսուս քաղցր է։ Խաչի ճամփան չարչարյաց եւ փշոտ, բայց անհույս չլանք խաչի ճամփի վերջնաշ չէ, այլ հարության պարտեզը կա լուսափայլ։ Դատարկ գերեզմանը եւ ահա 2000 տարի արձագանքող էկո եղող հետեւյալ խոսքը։ Այստեղ չէ նա, այլ հարություն է առե։ Օրհնյալ է այդ հարությունը հավիտյանս հավիտենից։ Աստված օրհնի խոսքը եւ ձեզանից ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Far